Փետրվարի 8-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին։ Հայոց կաթողիկոսը ողջունելով վարչապետի այցը Մայրաթոր կարևորեց հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված կառավարության ջանքերը եւ ծրագրերը։ Վեհափար հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել հայաստանյաց առաքելական եկեղեցուն եւ նրա կառույցներին։ Վարչապետը նույնպես գոհունակությամբ անդրադարձավ հայոց եկեղեցու եւ կառավարության հարաբերություններին, մեծապես կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը։ Զրույցի ավարտին հին վեհարանի թանգարանային սրահում վեհափարը Կարեն Կարապետյանին ցույց տվեց 1994 թվականին Հայաստանի նախագահի կողմից Վազգեն վեհափարին շնորհված հայրենիքի շքանշանը։ Անկախ Հայաստանի առաջին պարգևներից մեկը պահվում է Մայրաթոռում։ Հրաժեշտից առաջ ամենայն հայոց հայրապետը Հայաստանի վարչապետին մաղթեց, որ հաջողություններով պսակվեն հայրենիքի առաջընթացին եւ ժողովրդի բարօրությանն ուղղված բոլոր ձեռնարկները։ Հերմինե Հակոբյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։